Հաղորդակցության մարտահրավերներ, հմտությունների զարգացում, ինտերակտիվ քննարկումներ, ներքին գործերի նախարարության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի համագործակցությամբ հոկտեմբերի 25-ից 26-ը Ծաղկաձորում անցկացվել է ճգնաժամային հաղորդակցություն և ճգնաժամային լրատվություն թեմայով վերապատրաստման հերթական դասընթացը, որին մասնակցում էր զանգվածային լրատվամիջոցների 20-ից ավելի ներկայացուցիչ։ Փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը բացման խոսքում նշել է, որ վերապատրաստումը կարևոր հարթակ է համախմբելու ջանքերն ու կիսվելու փորձով ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ հաղորդակցություն ապահովելու ուղղությամբ ձևավորելու համակարգային մոտեցումներ։ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գրասենյակի համար հաղորդակցությունը կենսական նշանակություն ունի համայնքների բարօրության և դիմակայունության բարձրացման համար։ Այդ տեսանկյունից լրագրողների դերն անգնահատելի է բնակչությանը վստահություն ներշնչելու, մարդկանց օգնելու իրազեկ ու տեղեկացված լինելու գործում։ Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության հետ գործընկերության շրջանակում մենք աշխատում ենք հանրային հաղորդակցության ամրապնդման ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր ոք ժամանակին ճշգրիտ և օգտակար տեղեկության հասանելիություն ունենա։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար, ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը մասնակիցներին ծանոթացրել է վերապատրաստման ծրագրին և հիմնական ուղղություններին։ Խոսելով հանրության հետ ներքին գործերի նախարարության հաղորդակցման մոտեցումների և որդեգրած քաղաքականության մասին, Նարեկ Սարգսյանն ընդգծել է, որ հանրության շրջանում վստահության ձևավորման ու պահպանման հիմքում պատասխանատու և թափանցիկ հաղորդակցությունն է։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի որդեգրած մոտեցումներով և միջազգային փորձով է կիսվել արտաքին հարաբերությունների ղեկավար Գիրի Աթրին։ Մենք բարձր ենք գնահատում հաղորդակցության, ճշգրիտ տեղեկատվության և բնակչության իրազեկման ուղղությամբ իրականացվող նման նախաձեռնությունները և աջակցում ենք Հայաստանի կառավարությանը լրագրողների հետ համագործակցությունը շարունակական դարձնելու միջոցով ապահովելով իրազեկված հանրություն և կայուն համայնքներ։ Միգրացիա և քաղաքացիության ծառայության գործառույթներն ու միգրացիոն գործընթացներում ճգնաժամային հաղորդակցության առանձնահատկություններն է ներկայացրել ծառայության պետ Նելի Դավթյանը։ Երբ խոսում ենք ճգնաժամային հաղորդակցության մասին, ըստ էության հարցը դառնում է անգամներ ավելի զգայուն եւ շատ սիմվոլիկ են նման լսարանները եւ նման աշխատաժողովները, երբ այս օղակում կանխարգելիչ գործունեություն ծավալելը եւ կառուցողական հարաբերություններ ունենալը, հարցերից չխուսափելը, իրերը բոլոր շերտերով բացահայտելը, նույն երևույթին տարբեր տեսանկյուններից անդրադառնալը, կարծում եմ կենսական նշանակություն ունի երկարաժամկետ եւ որակյալ մեդիա բովանդակություն ձևավորելու հարցում։ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ Լիաննա Աբրահամյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրել է ճգնաժամային հաղորդակցության մոդելն ու ընթացակարգերը։ Ներկայացվող օրինակների միջոցով մենք ուսումնասիրել ենք, թե ինչպես զանգվածային լրատվության միջոցները կարող են դառնալ արդյունավետ և պատասխանատու գործընկերներ, կիրառելով ամբողջ գործիքակազմը, որոնք ուսուցանել ենք այս վերապատրաստման դասընթացների ընթացքում։ Մասնակիցներն ուսումնասիրել են նաև հոգեբանական տոկունության բաղադրիչները, ներկայացվել են արտակարգ իրավիճակներում հաղորդակցման պատասխանատուների վարքային փոփոխությունները, սթրեսին դիմակայելու մեթոդները։ Առհասարակ լրագրությունը համարվում է բավականին լարված և սթրեսային գործունեություն, հատկապես ճգնաժամային արտակարգ իրավիճակներում գործող լրագրողների մոտ կարող է զարգանալ սթրեսի բավականին բարձր մակարդակ, ինչը կարող է անդրադառնալ ինչպես մասնագիտական արդյունավետության, այնպես էլ հոգեբանական բարեկեցության վրա։ Քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը կիբերհիգիենա թեմայի շրջանակում ներկայացրել է լրագրության ոլորտում տեղեկատվության անվտանգության կարևորությունը։ Գործնական պարապմունքի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են ֆիշինգային նամակների օրինակներ, ծանոթացել դրանք տարբերելու մեթոդներին։ Դասընթացը հնարավորություն էր նաև ճգնաժամային հաղորդակցության շրջանակում արհեստական բանականությունն օգտագործելու հմտությունները զարգացնելու առումով։ Շատ կարևոր է արհեստական բանականության գործիքների օգտագործելուց ճիշտ մոտեցում ցուցաբերել եւ պատասխանատու կերպով օգտագործել, քանի որ պետք է հիշել, որ AI-ները կարող են սխալվել եւ մարդն է կարևոր, որ ստուգի այդ տեղեկատվությունը եւ մարդն է պատասխանատու այն տեղեկության համար, որը ինքը հրապարակում է։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի իրավաբան Մարինե Անտոնյանը ներկայացրել է իրավական պաշտպանության և ապաստանի տրամադրման գործընթացների լուսաբանման առանձնահատկությունները, ինչպես նաև անկողմնակալ և ճշգրիտ տեղեկատվություն հաղորդելու գործում լրագրողի դերը։ Դասընթացի թեմաների շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։ Վերապատրաստման ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր։